Տոն բոլոր սրբերի։ Սիրելիներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի տոնը։ Նրանք եկեղեցու կյանքում հատուկ հիշատակության են արժանացել։ Այս տոնով մասնավորապես նշվում է նրանց հիշատակությունը, ում անունները չեն անցել տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ։ Կան սրբեր, որոնց անունները անծանոթ են մնացել մարդկությանը, հայտնի են միայն Աստծուն։ Եվ այդ պատճառով հաստատվել է ամենայն սրբոց, հնոց և նորոց, հայտից և անհայտից անանուն տոնը։ Այս տոնով հիշատակվում են հին և նոր, այսինքն մինչև մեր ժամանակների անանուն սրբերը։ Նրանք հայտնի չլինելով մեզ, դարձել են քրիստոնեության քարոզիչներ, նահատակվել են սուրբ հավատքի համար, դարձել են դրա պահպանողները, պատրաստ լինելով ամեն գնով փրկելու այն մոռացումից, թույլ չտալով, որ սրբազան հավատը ձևախեղվի որևէ մեկի ձեռքով։ Սրբերի համար լավագույն օրինակ եղավ Տեր Հիսուս Քրիստոսը, ով խոսեց մարդկանց հետ, քարոզեց սրբազան հավատը և օրինակ եղավ բոլորի համար։ Այս մասին հենց Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. Այն խոսքերը, որ ես ասացի ձեզ, գալիս են Աստծու հոգուց և կյանք են տալիս։ Իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացին նկարագրելով այսպես է ասում. որպես աշակերտ առաքյալների ու չարչարակից, իրենց գործերով կատարելապես նրանց հավասար, պարում են հիմա խրախճանքներում հավիտենական երանության մեջ։ Սրբերն իրենց անդրդվելի և աներեր հավատքով ցույց տվեցին, թե կյանքը անցավոր է և իրենց համար կյանքը Քրիստոսն է։ Ուստի և մեռնել նշանակում է շահել կյանքը։ Նրանք իրենց կյանքով և գործով վկայեցին Աստծո ու մարդկանց նկատմամբ իրենց սերը։ Չքավորությունն էլ եմ ճանաչել, առատությունն էլ եմ տեսել։ Վարժվել եմ ամեն տեսակ կացությունների և պայմանների, թե կուշտ լինելու, թե քաղցած մնալու, թե առատության և թե չքավորության, ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ։ Փիլիպպեցիներին 4 գլուխ։ Սիրելիներ, հիշող լինենք մեր սրբերին, խնդրենք նրանց բարեխոսությունը և հավատանք, որ նրանք Աստծո մոտ բարեխոսում են բոլորիս համար։ Եկեք բոլորս միասին աղոթենք. Սուրբ, Սուրբ, Սուրբ և ամենասուրբ ես, ով Սուրբ Երրորդություն, որ քո գերասրբությամբ հավիտյաններից ի վեր քո նախասահմանած երկնային և երկրավոր էակներին ստեղծեցիր ժամանակի մեջ և արժանացրիր քո շնորհին, կանչեցիր, արդարացրիր ու փառավորեցիր նրանց։ Այսօր մեզ ողջունում են քո բոլոր սրբերը, և մենք էլ ողջունում ենք նրանց, տոնախմբելով նրանց հիշատակը։ Այսօր քո եկեղեցին աստղալից երկինք է դարձել, աստվածատունք դրախտ, զարդարված անմահ պտուղներով, քո սրբերով, որոնց բարեխոս ունենք քո առաջ, և որոնց դու ճանաչում ես, դասակարգում և կոչում անուններով։ Ծովի ավազի չափ բազում պատվական քո բարեկամների աղոթքներով ու բարեխոսությամբ աճեցրու և հաստատում պահիր մեզ, Տեր, և մասնակից դարձրու քո սրբերի սրբությանը, քո հաղթող սրբերի օգնությամբ կարողություն տալով մեզ աշխարհակալ սատանայի դեմ մղած մարտում, և քեզ փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Եկեղեցին ամուր է իր սուրբերով։ Նրանցից յուրաքանչյուրը իր կյանքով մեզ ցույց է տալիս ամենակարող Աստծո զորությունը, իշխանությունն ու անսահման սերը իր ստեղծած արարածների հանդեպ։ Սա մեր երջանկությունն է մեր ազգի համար, քանի որ նրանց անդադար աղոթքների շնորհիվ է, որ ունենք և այսօր ամուր կանգնած է մեր եկեղեցին, որտեղ հնչող ամեն մի զանգ մեզ հիշեցնում և հոգով տանում է դեպի վերինն ու երկնայինը։ Այսօր էլ արժանավոր սպասավորներ ունենալը կախված է յուրաքանչյուրիս բարեպաշտ կյանքից և այդ բարեպաշտության արդյունքն է։ Եթե մենք լինենք ճշմարիտ քրիստոնյաներ, ապա միշտ կունենանք մեզ մխիթարող հոգևորականներ, որոնք կառաջնորդեն մեզ դեպի աստվածային անմար լույսը։ Այդ ճանապարհին Բարձրյալ Տերը մեր նախնիներին որպես երկնային պարգև շնորհեց մեծ սրբեր և մեծագործ հայրապետներ, որոնց բարի գործերն ու անդադար աղոթքները դարձան այն զորավոր հիմքը, որի վրա վեր խոյացավ հայոց Սուրբ եկեղեցին, երկրի ու ժողովրդի
ուղեցույց Փարոսը։ Այդ երկրի ու եկեղեցու ժառանգորդներն ենք մենք, եւ յուրաքանչյուրս ըստ մեր կարողության այսօր պիտի շարունակենք մեր հայրերի գործը, որպեսզի նրանց բարեխոսությամբ Աստծուց ստանանք երկնային օրհնություն ու խաղաղություն։ Իսկ եթե մեր սրտերում վառենք Աստվածային սիրո հուրը, ապա ինքը Հիսուս Քրիստոս մեզ կօգնի ու կառաջնորդի մեր գործերով ծառայելու Աստծուն, եկեղեցուն, մեր ազգին ու չքնաղ երկրին։ Մեր մեջ հոսում է մեր մեծ սրբերի, հայրերի ու հայրապետների արյունը, որը խոսում ու հիշեցնում է չմոռանալ մեր երկնային Տիրոջ պատգամը՝ սիրիր մերձավորիդ, եւ մեր նույնիսկ մի փոքրիկ աղոթքը մեր ընկերոջ, հիվանդի, աղքատի ու կարոտյալի համար սիրո պատվիրանի կատարումն է։